Քաղաքի սրտում կա մի վայր, որտեղ յուրաքանչյուր երեկո մարդիկ հավաքվում են մեկ սեղանի շուրջ։ Հավաքվում են խաղալու, քննարկելու, վիճելու, ծիծաղելու համար։ Սա սեղանի խաղերի ինտելեկտիվիան ակումբն է։ Տարածություն այն մարդկանց համար, ովքեր գնահատում են մթնոլորտը և ինտելեկտուալ ժամանցը։ Ակումբը ստեղծվել է մի պարզ գաղափարով։ Ստեղծել մի վայր, որտեղ կարող ես գալ ամեն օր։ Վայր, որտեղ յուրաքանչյուր երեկո նոր պատմություն է սկսվում։ Այսօր այստեղ հարյուրավոր խաղեր կան, դասականից մինչև բարդ ռազմավարություններ։ Ակումբում անցկացվում են մրցաշարեր, ռեյտինգային խաղեր և երկար երեկոյան սեսիաներ։ Յուրաքանչյուր խաղ մի փոքրիկ աշխարհ է։ Բայց կա մի խաղ, որը այստեղ յուրահատուկ տեղ է զբաղեցնում։ Ակումբում մաֆիան անցկացվում է շաբաթական 2 անգամ։ Այն դարձել է արդեն առանձին մշակույթ։ Վայր, որտեղ տրամաբանությունը, հոգեբանությունը և հույզերը միախառնվում են մեկ խաղում։ Խոսեցինք ակումբի թիմի հետ, հասկանալու թե ինչն է այս վայրը դարձնում առանձնահատուկ։ Իմ անունը Սերոփ է, ազգանունը Սոհանյան և ինտելեկտիվիան շարժման արդեն կարելի ասել հիմնադիրը ես եմ։ Ակումբի գաղափարը ծագեց նրանից, որ մենք խաղում էինք ինչ որտեղ երբ, բայց դա լինում էր ամիսը 2 անգամ ընդամենը և իմ ընկերներս ասացին, որ կուզենային ավելի հաճախ հանդիպեին և ինտելեկտուալ զբաղմունք ունենային։ Ու տենց ստեղծվեց մեր Պուճուրիկ ակումբը, որտեղ մենք սկսեցինք հավաքվել և խաղալ տարբեր սեղանի խաղեր։ Ընդհանրապես Հայաստանում կա մի փոքր խնդիր, ես կասեմ, չէ, Հայաստանը շատ խնդիրներ ունի, այս մեկը մի փոքր խնդիր է, ու այդ խնդիրը կապված է նրանով, որ սեղանի խաղերի մշակույթ մենք Հայաստանում չունենք։ Եվ մեր ակումբի, երբ որ մենք արդեն լայնացանք, ավելի մեծ ակումբ բացեցինք, որ սկզբնական մեր առաջի ակումբը, մեծ ակումբը Կորյուն 21 հասցեով էր գտնվում, եւ այն մեր այցելուների մեծամասնությունը ռուսներն էին, ռելականտները, տենց ասած, որտեվ Հայաստանում սեղանի խաղերի մշակույթը գոյություն չունի։ Մենք բացի մոնոպոլիայից ոչ մի բան չգիտենք։ Դե պարզա նարդի շախմատի մասին չենք ասում։ Այն տրադիցիոն սեղանների խաղերի մասին ենք ասում, եւ որ մերուն գալիս էին, հայերը գալիս էին, մտնում էին մեր ակումբ, հարցնում էին, մենք ցույց ենք տալիս մեր խաղերը, իսկ մեզ մոտ շատ խաղեր կա, 200-ից ավել։ Ասում էին, իսկ մոնոպոլիա ունեք։ Մենք ունեինք սկզբից մոնոպոլիա, հիմա պահել են, որ չխաղանել մոնոպոլիա, որ ուրիշ խաղեր խաղան։ Այդ ամենամեծ խնդիրն է երևի ակումբի համար, բայց գնալով մեզ մոտ ստացվում է հայացնել մեր ակումբը, մեր հայրենակիցները գալիս են եւ կամաց-կամաց հասկանում են ինչքան հետաքրքիր աշխարհ է սեղանի խաղերի աշխարհը։ Ես իմ դեմ նպատակ եմ դրել, որ այդ մշակույթը անպայման Հայաստանում լինելու է։ Ես կդառնամ այդ, ասենք, տենց պիոները այդ գործի եւ կկարողանամ ինչ որ ժամանակ անց ասել, որ իմ մոտ ստացվեց Հայաստանում խաղում են սեղանի խաղեր։ Ակումբը շարունակ աճում է։ Այստեղ գալիս են ոչ միայն խաղալու, այլև պարզապես հաճելի երեկո անցկացնելու համար։ Խոսեցինք նաև մաֆիայի մասին։ Մաֆ երեկոները սկսվեց 2 ամիս առաջ մոտավորապես, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 18-ից մեր մոտ առաջի մաֆ երեկոն է եղել։ Սկսվեց նրանից, որովհետև ես շատ եմ սիրում մաֆիան, դա մաֆիան իմ առօրյայի մի մասնիկն էր մի հատ որոշ ժամանակ, այսինքն ամեն օր սկսում էր մաֆ նայելով, հեռախոսով, YouTube-ով տրանսլյացիա եւ այլն, ու երեկոյան արդեն մաֆը դարձել էր մեր համար ոչ թե խաղ, այլ կյանք։ Այդ ամեն ինչից կտրվելուց հետո տենց շատ իրակարիքը կար եւ Սերոփի հետ ընդհանուր համաձայնության եկանք ու սկսեցինք մաֆ երեկոները անելը։ Մեր մաֆ երեկոները շատ
շատ դժվար են մեր մոտ ստացվել, շատ դժվար ասելով մենք չենք ունեցել ոչ մի բան, բայց առանց ունենալու ինչ-որ մի բան մենք կարացել ենք մաֆ երեկո անենք, ամեն երեկոն ավարտելուց հետո մենք հաջորդ մաֆ երեկոյին ինչ-որ մի հատ ձեռքբերում ենք ունեցել մեր ակումբի համար։ Իմ կարծիքով, որ մրցակցություն կա, այսինքն կա մրցակցություն, այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, թիմային մարդ չեն կյանքում թեկուզ, մաֆ խաղալուց հետո իրենց կյանքում լիքը բաներ փոխվում է դեպի դերականը։ Տես ջուր կարծիք կա, որտեղ որ մաֆիայում խափում են, մաֆիայում չեն խափում, մաֆիայում հիմնավորում են, մաֆիայում բացատրում են, դա բացատրություն ու հիմնավորում է, էլի։ Իմ կարծիքով մրցակցությունը ու թիմային խաղը, այսինքն թիմի շնորհիվ հաղթանակ ունենալու բերկրանքը վայելելն է։ Նայեք, իմ համար միշտ առաջնահերթ է եղել մաֆիան, բայց այս ակումբ գալուց, այս ակումբում աշխատելու միաժամանակ աշխատելու ժամանակ նաև մեր ակումբում կա 200-ից ավել խաղեր սեղանային ու հաստատ այդ 200-ից ավել խաղերի մեջ ես գտել եմ այն պրիորիտետի խաղերը, որ ես մտածում եմ առաջ մաֆից բացի ուրիշ խաղ չեմ խաղա կյանքում, բայց այս ակումբի շնորհիվ տենց խաղում եմ այլ տարբեր խաղեր։ Քաթան եմ արդեն շատ սիրում խաղալ, շատ լավ խաղալ, շատ մտածելու խաղա։ Տենց շատ խաղեր կան, որ ռոսկշ նաև սեղանային խաղը շատ լավ անալիտիկան ու հաշվարկը շատ լավ ակտիվացնում է։ Ու շատ տենց խաղեր կան, որ արդեն սիրել եմ շատ ու խաղում եմ համարյա ամեն օր։ Այս ակումբում բազմիցս անգամ ասել եմ եւ ինչ ճանաչող մարդկանց մեծամասնություն դրա մասին գիտի, այս ակումբում չեն մտնում վատ մարդիկ։ Դաժե եթե մտնում են վատ մարդիկ, այդ վատ մարդիկ դառնում են լավ մարդիկ կամ այլ չեն մտնում այս ակումբ։ Ժամանակի ընթացքում ակումբը դարձավ համայնք։ Վայր, որտեղ մարդիկ հանդիպում են, ընկերանում, վերադառնում կրկին ու կրկին։ Ակումբի մասին ես իմացել եմ իմ ընկերներից, բավականին հանկարծակի ու շատ դրականորեն զարմացած էի, որովհետև անսպասելի ինձ համար նման ժամանակ անցկացնելու տեղ հայտնաբերվեց, ինչին ես շատ ուրախացա, որովհետև մնացած տեղերը ինչպես համեմատելով նույնատիպ ժամանակի անցկացման տարբերակներ էին, սա այս ակումբը տարբերվում էր շատ։ Ակումբում առաջին հերթին շատ սիրում եմ մթնոլորտը, որովհետև այստեղ բացի նրանից, որ նոր ընկերներ ձեռք բերվեցին, բացի նրանից, որ ստեղ աշխատակազմն է շատ հաճելի, տաք, շատ ընկերասեր ու բարյացակամ, հա, բացի նրանից, որ մթնոլորտն է այստեղ ընդհանուր առմամբ շատ հաճելի, նաև հնարավորություն է ինձ ընձեռել, որպեսզի ես ժամանակ անցկացնեմ ոչ միայն, կային նաև իմ երեխաների հետ, ես նույնիսկ մենակ չեմ գալիս, երեխաներից հետ եմ գալիս խաղում, ինչը շատ ընտանիքի համար էլ մեծ ներդրում ունեցավ այս պահին։ Այնքան խաղ կա, 200 խաղից ավել կա, որոնցից կեսը շատ զվարճալի ծիծաղելի են, կեսը մտածելու են, այս վերջերս տղաս մասնակցեց երեխաների համար հատուկ ակումբի կողմից ստեղծված խաղի առաջի փուլին, ինչը շատ նույնիսկ հավանեց եւ սպասում ենք շարունակությանը։ Ամեն օր ակումբը ապրում է իր սեփական ռիթմով։ Այն ավելին է, քան պարզապես ժամանցի վայր։ Այստեղ գալիս են մթնոլորտի համար, հույզերի համար, շփման համար։ Իսկ ում շնորհիվ է ակումբը առանձնահատուկ։ Իհարկե մարդկանց, ովքեր որ մեզ մոտ գալիս են։ Այն մարդկանց, ովքեր որ գալիս են ու ովքեր պատրաստ են ժամանակ անցկացնել խաղալով ինտելեկտուալ խաղեր։ Այս ակումբի առանձնահատկությունը նրա մեջ է մարդկանց մեջ, հա, ոչ թե ակումբի մեջ, այլ մարդկանց լիներիության ու իրանց տեսակի մասին է այս ակումբը։ Առանց այդ մարդկանց լավ դրական կողմերը այս ակումբը չէր լինի։ Intellectivian Club, վայր, որտեղ ստեղծվում են պատմություններ։
Մանապոլիա գումար խաղցող կա ախպեր։